Ողջույն, ամեն անգամ Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ գնալիս կամ կողքով անցնելիս գուցե շատերի մոտ հարց է առաջանում. իսկ ինչու է այդ մեծ հիվանդանոցը կրում Միքայելյան անվանումը։ Իսկ այն կրում է Ալեքսանդր Միքայելյանի անվանումը, որ անվանի հայ բժիշկ էր ու մեծ թռիչքաձև աճ է ապահովել հայրենական բժշկության համար։ Ալեքսանդր Միքայելյանը ծնվել է Թբիլիսիում, դպրոցն ավարտել Թբիլիսիում, տեղափոխվել Մոսկվա, սովորել Մոսկվա 2-րդ բժշկական ինստիտուտում, այնուհետև աշխատել Ռուսաստանի Դաշնության տարբեր հիվանդանոցներում։ Հրավեր ստանալով վերադառնում է Հայաստան ու լինելով ոչ միայն պրակտիկ բժիշկ, այլև գիտնական, լիքը նորարարություններ է մտցրել մեր հայկական բժշկության մեջ։ Նրա վերահսկողությամբ է ստեղծվել նեֆրոլոգիայի բաժանմունքը եւ կատարվել հեմոդիալիզ։ Նրա վերահսկողությամբ են Հայաստանում կատարվել առաջին երիկամի փոխպատվաստումները, հոդերի, մկանների, լաթերի փոխպատվաստումները։ Նա առաջինն էր, ով սպիտակի երկրաշարժից հետո ոչ միայն օգնում էր մարդկանց, այլև ստեղծեց մեթոդ, թե ինչպես պետք է պայքարել աղետների բժշկության դեմ, հետագայում որ այժմ կիրառվում է աշխարհում։ Ալեքսանդր Միքայելյանը թողել է մեծ ժառանգություն մեր հայրենական բժշկության համար։ Ստեղծել է պլացդարմ, որով մեր հայրենական բժշկությունը կարելի ասել չի զիջում համաշխարհային բժշկությանը։ Ալեքսանդր Միքայելյանի ժառանգությունը պետք է գուրգուրենք, փայփայենք ու պահենք մեր սրտի ամենամեծ խորքում ամեն օր կիրառելով պացիենտների բուժման համար։ Առողջ եղեք։